Քուվեյթի միջազգային օդանավակայանի եւ դիվանագիտական առաքելությունների վրա իրանական հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Հայտնում է երկրի արտգործնախարարությունը, չմանրամասնելով, թե դիվանագիտական որ ներկայացուցչություններն են վնասվել։ Քուվեյթի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ լրջորեն վնասվել է օդանավակայանի տերմինալներից մեկը, կա մի քանի վիրավոր։ Թռիչքները վերաուղղորդվում են այլ օդանավակայաններ։ Իրանը Քուվեյթին հարվածել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ին մեղադրել էր այս երկրի տարածքից իրանական ենթակառուցվածքներին հարվածելու համար։ Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում գտնվող կառավարման կայանին, խոցել անօդաչուները, որ Իրանն արձակել էր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Նշվում էր, թե հարվածներն իրականացվել են այն բանից հետո, երբ Իրանը բալեստիկ հրթիռներ էր արձակել Քուվեյթի եւ Բահրեյնի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սակայն հայտարարել է, որ փոխհրաձգությունը սկսվել է, երբ ամերիկյան ուժերն են Հորմուզի նեղուցում հարվածել իրանական նավթատարի եւ վնասել այն։ Դրան ի պատասխան Իրանը հրթիռակոծել է ամերիկա-իսրայելական մի նավ, ինչից հետո ԱՄՆ-ն էլ հարվածել է Քեշմ կղզուց հարավ տեղակայված կապի աշտարակի։ Իրանական կողմը նաև պնդել էր, որ հարվածել է ծոցում գտնվող ամերիկյան ավիաբազայի, այդ թվում ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբ բնակարանին, թեև ԱՄՆ-ն հերքել է այս պնդումը։ Կորպուսը նաև սպառնացել է ԱՄՆ զինուժը ծանր գին կվճարի Հորմուզի նեղուցի անվտանգությունը խաթարելու համար։ Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները խախտում են հրադադարը եւ միջազգային իրավունքը։ Արտգործնախարարության հայտարարությունում նշվում է, որ Քուվեյթը եւ Բահրեյնը ուղղակիորեն պատասխանատու են Իրանի վրա ԱՄՆ հարձակումների համար, քանզի դրանք այս երկրների տարածքից են իրականացվում։ Իրանը նաև խոստացել է օգտագործել բոլոր հասանելի միջոցները հետագա հարձակումներին պատասխանելու համար։ Մերձավոր Արևելքում նոր էսկալացիան տեղի է ունենում իրանական լրատվամիջոցների հաղորդումների ֆոնին, որ ԱՄՆ-ն եւ Իրանը օրեր առաջ դադարեցրել են բանակցությունները։ ԱՄՆ նախագահը սոցցանցում հերքել է սա։ Մեր միջև բանակցությունները շարունակվել են անընդհատ, այդ թվում 4 օր առաջ, 3 օր առաջ, 2 օր առաջ, 1 օր առաջ եւ այսօր։ Ուր կտանեն դրանք, երբեք չես իմանա։ Հարցազրույցներից մեկում էլ Դոնալդ Թրամփը պնդել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու մտքից։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ինչ որ պահի թերևս կհանդիպի Իրանի գերագույն առաջնորդին, որը ըստ նրա ներգրավված է բանակցություններում։ Ու մինչ Թեհրանն ու Վաշինգտոնը միմյանց են մեղադրում նոր լարվածության համար, Իսրայելն ու Լիբանանը 3 ԱՄՆ միջնորդությամբ ուղիղ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել։ Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթի, կողմերն առաջընթաց են գրանցել։ Քաղաքական եւ անվտանգության մակարդակներում առաջընթացը շարունակվում է, մինչ մենք հաղթահարում ենք վերջին 20 տարիների անհաջողությունները եւ շարժվում դեպի համապարփակ համաձայնագիր, ուղղված Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանը եւ Իսրայելի անվտանգության ապահովմանը։ Չնայած բանակցություններին Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում եւ տարհանվելու հրամաններ է տվել մի քանի բնակավայրերի բնակիչների։ Բանակը պնդում է, որ թիրախավորում է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի ենթակառուցվածքները։ Հեզբոլլան իր հերթին հայտարարել է, որ 13 հարձակում է իրականացրել իսրայելական զորքի վրա։